Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Կրասնոդարի երկրամասում ավելի քան 900 մարդ մասնակցել է հանրահավաքի, որի նպատակն էր անհամաձայնություն հայտնել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ Հայաստանի կառավարության քաղաքականությանը։ Հաղորդում է Կրասնոդարսկի կրայ տելեգրամ ալիքը, պատահական չէ, որ Արմավիրն է ընտրվել հանրահավաքի անցկացման վայր։ Ինչպես ընդգծել է ալիքը, քաղաքում ապրում է ազդեցիկ եւ լավ կազմակերպված հայկական համայնք, որի համար եկեղեցին մնում է ոչ միայն կրոնական հաստատություն, այլև ազգային ինքնության հիմք։ Հենց այդ պատճառով է, որ հայ առաքելական եկեղեցին թույլատնելու կառավարությանը հավատարիմ դեմքերին նրա ղեկին տեղափոխելու եւ հաստատված եկեղեցական կարգը փոխելու Երևանի փորձերը հանդիպում են այսքան ուժեղ դիմադրության։ Արմավիրից առաջ նման հանրահավաք տեղի է ունեցել Սոչիում, ավելի վաղ Ռուսաստանի այլ քաղաքներում, որտեղ կան մեծ հայկական համայնքներ։ Կրասնոդարի երկրամասն այս առումով կարևոր տարածաշրջան է։ Այստեղ հայ համայնքի չափն ու ազդեցությունը այնպիսին են, որ նրա դիրքորոշումը չի կարելի անտեսել եւ դատելով ստեղծված իրավիճակից նման հանրահավաքների շարքը կշարունակվի։ Հատուկ նշանակություն է ունեցել Կրասնոդարի երկրամասի օրենսդիր ժողովի անդամ Արմենակ Թոզլյանի ելույթը, որը հայտարարել է, թե պետության միջամտությունը եկեղեցական գործերին անընդունելի է։ Մոսկվայում նա ստացել է հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների օրհնությունը, ստորագրություններ հավաքելու ու եկեղեցու ճնշումները դադարեցնելու, հայրենակիցների կարծիքը հարգելու կոչ անող բանաձև մշակելու համար, գրում է Կրասնոդարսկի կրայը։ Հետաքրքրական է, որ կարևորագույն հարցերի շուրջ հայկական համայնքները, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում, միշտ հանդես են եկել կրավորական կեցվածքով եւ հիմա կարծեք ակտիվացել են, որտեղից է փչում քամին կամ ուղղորդում նման հավաքները։ Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան ռուսական պրոպագանդիստների աղմուկն է շատանում։ Կրեմլյան երկրու պրոպագանդիստներ խոսում են Անդրկովկասում իրավիճակը բարդ լինելու մասին։ Մենք դեռ պետք է ինչ-որ բան անենք Հայաստանի հարցում, օգնենք Հայաստանի ռուսամետ քաղաքական ուժերին առաջատար դիրք զբաղեցնել։ Բայց նայեք, ակնհայտ է, որ Փաշինյանը վաղը ոչ միտեղ չի гնալու։ Սա гуցե шатերի համար բացահայտում է, բայց գիտեիք, որ Հայաստանում շատ մարդիկ իրականում աջակցում են Փաշինյանին։ Զրուցում են նրանք։ Сложная позиция на Закавказье. Нам нужно все-таки что-то с Арменией предпринимать, помогать пророссийским политическим силам Армении занимать доминирующую позицию. Смотри. Очевидно, что Пашинян завтра никуда не уйдет. Ты знаешь, что, и это будет открытием для многих, Пашиняна многие на самом деле в Армении поддерживают. Նախորդ շաբաթ Կրեմլյան պրոպագանդիստ Սոլովյովը Ռոսիա 1 հեռուստաալիքի թոք շոուի ժամանակ հերթական ոչ կոռեկտ ելույթներ ունեցել ուղղված Հայաստանին ու հայ ժողովրդին։ Մասնավորապես մեկ այլ կրեմլյան պրոպագանդիստ քաղաքագետ Սերգեյ Միխեևը կարծիք էր հայտնել, որ կարևոր է լրջորեն վերանայել մեր ամբողջ քաղաքականությունը հետխորհրդային տարածքում։ Այո, մեր քաղաքականությունը հետխորհրդային տարածքի նկատմամբ այդքան էլ արդյունավետ չի եղել։ Իրավիճակ, երբ Ռուսաստանը բոլորին պարտք է, իսկ Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ պարտք չէ, դա փակուղի է։ Այո, սա թույլ է տալիս հետխորհրդային երկրներին անընդհատ շանտաժի ենթարկել մեր տարբեր նախագծեր։ Ասում են, եթե ոչ, ապա մենք այսպես կանենք, մենք արդեն իսկ լուծել ենք մեր մի տոննա խնդիրներ նրանց համար։ Սա վերաբերում է աշխատանքային միգրացիային, սա վերաբերում է նաև մեր տրամադրած օգնությանը եւ շատ ավելին։ Իմ կարծիքով մեր այս տոնայնությունը դարձել է Ուկրաինայում հիմա տեղի ունեցող պատճառներից մեկը, հավելել է նա։ Ի պատասխան Սոլովյովն ասել է, ես շատ ավելի կոշտ կասեի, այդ նյարդային մարդիկ այնտեղ մեր դեսպանին են կանչել, նրանք բոլորը շատ նյարդային են։ Դուք ավելի լավ է մտածեք, թե ինչն եք սխալ անում, որ ես ստիպված եմ այդպես խոսել ձեր մասին։ Նյարդային են, որովհետև գիտեն, որ ես ճիշտ եմ։ Нервные посла нашего вызывали. Ой, про этих-то? Они вообще все нервные такие. А знаете А почему? вы лучше подумайте, что вы делаете не так, что я вынужден на вас так говорить. Владимир, а знаете, почему они нервные такие? Потому что знают, что я прав. Это первый пункт. Есть и второй, да. Есть и второй, да, мы их разбаловали. Да. Мы их разбаловали. Ах, вы не так посмотрели? Ах, вы не так сели? Вы не так встали? Вы не так повернулись? Вы о нас что-то подумали не такое? Мы такого терпеть не будем. И так не скажи. На самом деле, да, мы их разбаловали. Они должны знать свое место.
Я в этом глубоко уверен. И бесконечные заигрывания с ними, так сказать, да, давайте им здесь вот залижем что-нибудь, а давайте им туда что-нибудь дадим. Я еще раз говорю, мы и так решаем массу их проблем, да. И при этом, на мой взгляд, политические дивиденды, они такие очень сомнительные. Тем не менее, что касается американских усилий, да, и так сказать, направлении Ирана, и направлении... Եվ այս պահին զրուցելու եմ քաղաքական վերլուծաբան Գագիկ Քամալյանի հետ, կապ ենք հաստատել Իսպանիա, Բարսելոնա, պարոն Քամալյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև, ես եմ շնորհակալ։ Պարոն Քամալյան, նախ անդրադառնանք այս Կրասնոդարում տեղի ունեցած բողոքի ցույցին, շուրջ 900 մեր հայրենակիցներից միացել են բողոքելու ուրեմն եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի համար, հետաքրքիր է, որ կարևորագույն հարցերի շուրջ մենք օրինակ ռուսական կամ ռուս համայնքի, հայկական Ռուսաստանում ապրող մեր համայնքի կարծիքը գրեթե չենք լսում, դրանք մշտապես ուրեմն արտահայտում են օրինակ Կրեմլյան դիրքորոշումը եւ հիմա փաստորեն այսպիսի ինքնաբուխ հանրահավաքներ են անում Սոչիում, Կրասնոդարում, Ռուսաստանի այլ համայնքներում, որտեղից է փչում քամին ձեր գնահատմամբ։ Առաջին հերթին եկեք արձանագրենք ստեղծված իրավիճակը, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ինչպիսի մարտահրավերների առաջ է կանգնում հայաստանյան հանրությունը, ընտրողը առհասարակ։ Առաջին հերթին եկեք արձանագրենք, որ շատ վտանգավոր մի միտում է նկատվում, որ Սամվել Կարապետյանին փորձ է արվում տեղավորել եւ բերել համահավասար դիրքին այն գործիչների հետ, որոնց գործնեության առանցքը Հայաստանի Հանրապետությունն է։ Իսկ Սամվել Կարապետյանի գործնեության առանցքը Հայաստանի Հանրապետությունը չէ, նա ամբողջապես տնտեսական, քաղաքական, սոցիալական բոլոր առումներով կապված է Ռուսաստանի Դաշնության հետ եւ կարելի է ասել քաղաքական լեզվով նա որպես էմիսար է հանդես գալիս հիմա Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ այս բոլոր զարգացումները շղթայական կերպով կապված են այդ ամենի հետ, փորձ է արվելու Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հայաստանի ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատող հայաստանցիները, որոնք նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ներգրավել Հայաստանի առաջիկա ընտրություններին եւ հիմա գնում է այդ ամենը համակարգելու, համախմբելու process-ը եւ այս եկեղեցու հետ կապված զարգացումները դրա տրամաբանության մեջ պետք է տեսնել, նրանք օգտագործում են այդ process-ը, որպեսզի այդ մարդկանց այդ Հայաստանի դեմ օգտագործելու համար պատրաստ են։ Պետք է արձանագրենք, որ հիմա թղթափաղի լեզվով ասած ռասկլատ այնպիսին է, որ Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները չի ընթանալու ներքաղաքական մրցակցության տրամաբանության մեջ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կանգնած է լրջագույն ընտրության առաջ, պաշտպանել սեփական անկախությունը, թե ընտրել գաղութ դառնալու ճանապարհը։ Դա է իրականում այստեղ խնդիրը ոչ Փաշինյանն է, ոչ Արման Բաբաջանյանն է, ոչ Արամ Սարգսյանն է կամ մեկ այլ է։ Այստեղ խնդիր է դրված պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Եվ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Գարեգին դեն իրենց ազդեցության բոլոր ուժերով կուսակցություններ, անհատներ եւ այլն հիմա պայքարում են Հայաստանի Հանրապետության անկախության դեմ։ Իսկ նրանց բոլորի գաղափարական հենքը Ռուսաստանի Դաշնությունն է։ Լավ, պարոն Քամալյան, այս առումով ինչ վտանգներ եք տեսնում։ Ըստ էության նրանք դեռ այսպես իրար հետ համախմբվելու ազդակներ ուրեմն չեն ցուցադրում, բայց այնուամենայնիվ, եթե նրանք բոլորը միանան, ձեր թվարկած բոլոր անունները, նախկին առաջին դեմքերը, ինչ իրավիճակ կարող է ստեղծվել հունիսի 7-ին, նրանք արդյոք այս առումով վտանգ ներկայացնում են, թե ոչ։ Նրանք արդեն համախմբված են, դա մարտավարություն է, նրանք ապակենտրոնացված են գնում, հասկանալի է, այսինքն տարբեր ուժերով գնում են, բայց բոլորի նպատակը մեկն է, գահանքեց անել Նիկոլ Փաշինյանին, այսինքն վերադարձնել Հայաստանում իրենց իշխանությունը, ձևավորվել ռուսահաճո օլիգարխատ եւ դրա համար է գնում այս ամբողջ պայքարը, այստեղ խնդիրը Փաշինյանի անձը չէ, կրկնում եմ։
ռիսկերը շատ մեծ են, որովհետև նայեք, գործող իշխանությունը ինքը ժողովրդավարական ճանապարհով ձևավորված իշխանություն է, այսինքն նրան ընտրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ ինքը շատ հարցերում ժողովրդավարական արժեքներից ելներով ունի կաշկանդվածություն։ Եվ հիմա տվյալ զանգվածը դիսկավորվել է ժողովրդավարության զարգացումների ներքո, բայց իրականում պայքարում է ժողովրդավարության դեմ, այսինքն կարելի է ասել շանտաժի լեզվով օգտագործում է ժողովրդավարությունը հենց ժողովրդավարության դեմ, անկախության դեմ, ինքնիշխանության դեմ, հասկանալի է, եւ սա լի է շատ մեծ ռիսկերով։ Իշխանությունը դեռևս ժամանակ ունի հասկանալու համար, որ այստեղ շատ դեպքերում կարող է այդ կաշկանդվածությունը ժողովրդավար լինելու հանգարել իրեն եւ պետք է բավականին կոշտ գործիքակազմեր նաև օգտագործել ժողովրդավարությունը պաշտպանելու համար։ Այստեղ խնդիրը չպետք է դրվի ժողովրդավարության ձևի մեջ։ Խնդիրը պետք է դրվի ժողովրդավարությունը բովանդակապես պաշտպանելու։ Եթե որտեվ հիմա ժողովրդավարությունը դա այն արմատն է, որը արտացոլում է Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը։ Չկա ժողովրդավարություն, չկա ինքնիշխանություն եւ անկախություն, որովհետեւ հակառակ բևեռում հակաժողովրդավարական ուժերն են, որոնք գաղափարապես Ռուսաստանի դաշտում են գործում։ Սա է ընդհանուր մրցակցության արմատը։ Լավ, պարոն Քամալյան, մենք տեսնում ենք փաստորեն այսպես տարբեր համայնքներում իրականացվող եւ տեսնում ենք նաեւ ռուս պրոպագանդիստներ, որոնք չեն դադարում թոք շոուների միջոցով ամենօրյա կամ երկու օրը մեկ կտրվածքով հայտարարություններ անել, նորից հիշատակել Հայաստանի Հանրապետությունը, քննադատել Հայաստանի իշխանություններին, ամեն ինչ անել, որ ուրեմն ռուսամետ ուժերը միավորվեն եւ այլն այդպիսի կոչեր եւ իհարկե որ ամեն կերպ հեռացնեն Նիկոլ Փաշինյանին, բաց տեքստով են նրանք ասում, բայց նաեւ խոստովանում են, որ կա հատված, որը աջակցում է Փաշինյանին եւ այս առումով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ Այս մեքենան, որ գործում է Հայաստանի Հանրապետության դեմ կրեմլյան պրոպագանդիստների մեքենան, ուրեմն իր արչեւ ինչ խնդիր է դրել եւ ինչ խնդիր է փորձում լուծել եւ որքանով կարող է ուրեմն հաջողել այդ ճանապարհին։ Պետք է արձանագրենք, դա ավելի շատ Ռուսաստանի վերջին 50, 100, 200 տարվա գաղափարախոսական արտահայտության ձևն է, հա, նրանք չեն փորձում իրաշայել Հայաստանի քաղաքացիներին, լղոզել ճշմարտությունները, նրանք միշտ էլ ուժի դիրքերից են խոսում, ահաբեկում են Հայաստանի հանրությանը, տեսնում եք նրանց պրոպագանդիստները, գաղափարախոսները կրեմլյան ինչ են ասում, բաց տեքստով ահաբեկում են Հայաստանին, ասում են եթե դուք չեք ենթարկվելու մեջ, չեք լինելու մեր ազդեցության գոտին, մենք ձեզ պատժելու ենք, մենք ձեզ սա ենք անելու, սա ենք անելու։ Այս տրամաբանության մեջ պետք է տեսնել պրոպագանդի։ Իսկ նրանց ազդեցության գործիչները փորձում են այդ ամենը Հայաստանում լղոզել, դիսկավորվել որպես հայրենասիրական ուժեր, իրականում այդ ազդեցության գործիչները ռուսական հայրենասիրության եւ ռուսամետության միջև հավասարության նշան են դրել, եթե դու հայրենասեր ես եւ չես կիսում ռուսամետ հայացքներ, եթե դու չես կիսում ռուսամետ հայացքներ, դու հայրենասեր չես կարող համարվել։ Այսինքն տեղի է ունեցել մշակութային, քաղաքակրթական եւ քաղաքական նույնականացում հայրենասիրության, ազգայինի եւ ռուսամետության միջև, սա ամենավտանգավոր բանն է, որ տեղի ունեցել։ Եթե մենք ուշադրություն դարձնենք մեր քաղաքագիտական, պատմագիտական շրջանակներին, ընդհանրապես հասարակագիտական հանրությանը, եթե ուշադրություն դարձնենք, շատ գործիչներ հայրենասիրության կողմից բազմաթիվ անտիպոդ երևույթներ, իրար հակասող երևույթներ դնում են նույն հարթության մեջ եւ ֆետիշացնում են։ Այսինքն մենք կարող ենք տեսնել Ստալինին եւ Գարեգին Նժդեին պաշտող մարդիկ։ Հա? Նրանք երկու այս իրար հակասող աշխարհները դնում են նույն հարթության մեջ եւ հայրենասիրության կողմի տակ փորձում են դա ներկայացնել որպես ազգային, որպես ֆետիշ են ներկայացնում եւ պարտադրում են հանրությանը, որ հանրությունը եւս պաշտի նման մոտեցումներով։ Հենց այս
զանգվածն է, որը գտնվում է մոլորության մեջ Հայաստանում, իրենք կարծում են, որ եթե մենք ռուսամետ չլինենք, եթե մենք ռուսին չսիրենք, ես չեմ ասում հակառուս լինել, բայց պետք է առաջին հերթին հասկանալ, որ Հայաստանը անկախ պետություն է, Հայաստանը ունի կենսական շահեր եւ պարտադիր չէ, որ մշտապես Ռուսաստանի եւ Հայաստանի կենսական շահերը համադրելի լինեն։ Եվ Հայաստանը կարող է ունենալ Ռուսաստանից անկախ կենսական շահեր եւ հանրության Փառք Աստծո հանրության մեջ կա մի մեծ զանգված, որը արդեն սկսել է սա հասկանալ, բայց մի զանգված կա, որը դեռևս շարունակում է իներցիայով անցյալի պատկերացումներով ապրել։ Եվ հիմա այս գործակալական ուժերը եւ այդ հասարակագիտական, այսպես ասած, էլիտան, ճակերտավոր էլիտան փորձում է հասարակությունն շրջանակը, որը դեռևս իներցիայով անցյալի մեջ է գտնվում, համախմբել այս իշխանության դեմ։ Եվ համախմբումը ինչ արդյունք կարող է տալ իրենց ցանկալի արդյունքը, պարոն Քամալյան, ձեր վերլուծությունները ինչ են ցույց տալիս, կյանքի կարող են կոչել, թե ոչ, որովհետև շատերը նշում են հնարավոր օրինակ Գյումրիի ուրեմն սցենարի կրկնություն, մյուսները ուրեմն բացառում են կամ իշխանությունը առհասարակ բացառում է այդպիսի կամ նման կրկնություն, իսկ իրականում այդ վտանգները որ չափով են եւ որքանով իշխանությունը ունի մտահոգվելու առիթ այս դեպքում։ Ներկապահին դասավորվածությունը կամ իրականությունը այնպիսին է, որ իշխանությունը բոլոր հնարավորություններ ունի վերարտադրվելու, այսինքն պաշտպանելու Հայաստանի քաղաքացու ու անկախության իրավունքը։ Ցավոք սրտի այնպես է ստացվել, որ ներկապային կշերտի նժարին դրված է հենց դա, գործող իշխանության վերարտադրությունից է կախված Հայաստանի անկախ լինելու հանգամանքը։ Ես դրա համար եմ ասում, ոչ թե ուղիղ կերպով կամ փորձում եմ լղոզելով պաշտպանել Փաշինյանին, չէ, ուղղակի կրկնում եմ թղթախաղի լեզվով ասած ռասկլադը այդպիսին է, բայց ներկապային իշխանությունը բոլոր հնարավորություններ ունի վերարտադրվելու, բայց կան ռիսկեր։ Այդ ռիսկերը պետք է հաշվի առնել։ Առաջին մեծ ռիսկը դա ընտրակաշառքի հանգամանքն է, քարոզչական այն մարտահրավերներ են, որոնք այսպես կոչվում են շատերի գրառմամբ հիբրիդային հարձակումներ, հիբրիդային պատերազմ եւ Ռուսաստանաբնակ այդ Հայաստանի քաղաքացիների ներգրավումն է։ Այս երեք ռիսկերը կարող են անակնկալ մատուցել իշխանության, բայց կրկնում եմ, եթե կարողանում են այս ռիսկերը կառավարել իշխանությունը, Հայաստանի հատուկ ծառայությունները, ոստիկանությունը եւ այլն, այսինքն կարողանում են ընտրակաշառքը վերահսկել, բոլոր մեխանիզմներով դու կարող ես դա անել, նույնիսկ եթե այդ վիրտուալ հնարավորությունները, որ կան վիզում են անում, չգիտեմ, բանկային քարտերով են փոխում, որտեղ դու կարող ես չնկատել, բայց դա էլ կարող ես ինչ-որ մեխանիզմներով վերահսկել։ Եթե կարողանում ես օրենսդրական միջոցներով այնպիսի արգելքներ դնել, որ Ռուսաստանից եկած քաղաքացիները որոշակի առումով մասսայական չկարողանան այդպես գալ քվեարկել, որովհետև կրկնում եմ Ռուսաստանի այն հատվածը, որտեղ ապրում են, այն հատվածը, որ այսինքն կապված չեն, մեծ միլիոններ չունեն, այսինքն սովորական աշխատող մարդիկ են, բայց նրանք բոլորը գտնվում են այնտեղի հայ քրեաօլիգարխների ազդեցության ներքո, հա, նրանք բոլորը աշխատում են նրանց հովանավորչությամբ եւ ընդհանրապես նրանց ազդեցության տակ է, նրանց կառավարելը շատ հեշտ է։ Այս դրա դեմը պետք է առնել։ Եթե իշխանությունը կարողանում է եւ սա վերահսկել, նա կարող է վերարտադրվել շատ հանգիստ, բայց կրկնում եմ ռիսկերը մեծ են եւ պետք է այդ ռիսկերը կառավարել։ Շնորհակալ եմ, պարոն Քամալյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցում էի քաղաքական վերլուծաբան Գագիկ Քամալյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։